2017 թվին եղել է ռեյտինգային թեկնածու ՀՀԿ ցուցակով։ Բայց ասում եք կուսակցական չի։ Դե կուսակցական պարտադիր չալնես, ինքը պատգամավոր թեկնածու եղել ՀՀԿ-ի ցուցակով ռեյտինգային Վարդան Այվազյանն ընտրվել, իհարկե իր հեղինակությունը այդքան բարձր չէր էլի։ Այդ ռեյտինգայինով Վարդան Այվազյանն ընտրվել, բայց թեկնածու եղել։ Ասիկ իրաց խմբակցությունից ես նոր նստեցի, հաշվեցի, նայեք, Սասուն Միքայելյան, ՀՀԿ խորհրդի անդամ, 2008 թվին ինքն առաջադրեց Սարգսյանի թեկնածությունը նախագահի պաշտոնում։ Համագումարը իր առաջարկին ընդառաջեց։ Ինքը առաջարկեց, որ իր մարտական ընկերոջը առաջադրել նախագահի թեկնածու համագումարն էլ ընդառաջեց։ Անդրանիկ Քոչարյան եղել է Վազգեն Սարգսյանի օգնականը։ Վազգեն Սարգսյանը հանրապետական կուսակցության պատմության մեջ ամենամեծ դերակատարում ունեցած առաջնորդներից մեկն է։ Եկանք բանը Սերգեյ Բագրատյան ՀՀԿ-ի պաշտոնավորման շրջանում որպես կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ի կողմից առաջադրվել է նշանակվել է Վայոց ձորի մարզպետից առաջ ինքն է եղել։ Կնյազ Ամիդիչը Հասանով 17 թվականին ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է ազգային ժողովի պատգամ։ Բանը Ծովինար Վարդանյան հայրը Գևորգ Վարդանյան եղել է պետնախարար, շրջակա միջավայրի նախարար, պաշտպանության նախարարի տարբեր անձինք են հայրը եւ երեխան։ Հա, բան չունեմ ասել, բայց այստեղ էլ է, չէ՞, շեշտվում է, որ այս ինչի հայրը պաշտոնա զբաղեցրել, ինչի հայրը խմբակցություն, բայց դրա այդ համատեքստում եմ ասում։ Էլ ով կարան դե, հələ չընտրվածների մեջ, այո, Ռուբինյանն էլ հրաշեի ժամանակ։ Բանը գալիս ենք, ասեմ ձեզ, այնտեղ չընտրվածների Շիրակը Թորոսյան 3 անգամ ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է ազգային ժողովի պատգամավոր։ Գագիկ Մելքոնյանը, որ անցած սազիվին կար, պաշտպանության նախարարի տեղակալը նշանակվել երկու գեներալական երկու կոչումն էլ Ռոբերտ Քոչարյանից է ստացել։ Այսինքն նստած 11% խմբակցության հիմիկ բա։ Ուղիղ կապ ունի։ Այդ չէ։ Այո, հիմա իրավունքի ուժով է եղել դեռևս 10 տարի, քանի 12 թվին դեսպան եմ նշանակվել 14 թվին։ 12 տարի առաջ։ Պարոն Ղազարյան, քանի հոգու հաշվեցիք, ասեցիք 10 քանի։ Ոնց որ 7-8 հոգի այս պայդրությամբ, այսինքն ուղիղ տենց կապերով է։ Բան Սարիկը Մինասյանը։ Ասին չէ, որ բայց ասին բանը դիմում ա գրել, ինչ որ դիմումը ցույց տվեցին, չէ՞, մամուլում հետ եմ հիշում, որ դիմել է, որ անդամակցե ընդունվել է կուսակցության շարքի թե չէ, բայց այսինքն մտադրություն բան եղել է։ Նես որ հիմա դա ասի ինչ է, այդ բան ունենալով ուզում ասեմ, ում ինչ են ասում էլ։ Պարոն Ղազարյան, Վիլեն Գաբրիելյանը ձեզ հորդորեց իր ելույթների ժամանակ ձեր գլուխը կախել։ Ուշացում է դարձել։ Ուշացում։ Ինչ։